Մենք ամեն օր տեսնում ենք հստակ նշաններ այն բանի, որ աշխարհում ինչ-որ շատ տարօրինակ բան է կատարվում։ Սակայն այն, ինչ տեսնում ենք այսօր, ոչինչ է այն ամենի համեմատ, ինչ դեռ առջևում է։ Այս աշխարհի ճակատագիրը կնքված մի գիրք է։ Այն կանխել կամ փոխել հնարավոր չէ։ Այս հայտնությունը մեզ տրվել է միակ նպատակով՝ իմանալու գալիք իրադարձությունների ողջ ծանրությունը և փրկվելու այն մեծ նեղությունից, որը մոտենում է։ Հայտնության գիրքը նկարագրում է 7 կնիկների բացվելը, 7 սոսկալի դատաստանները երկրի վրա։ Այս դատաստանների նպատակն է մարդկանց դեպի իսկական ապաշխարությունը կանչելը։ Բայց, ցավոք, շատերը նույնիսկ այդ ժամանակ չեն ապաշխարի։ Այնուամենայնիվ, նախքան կնիկների բացվելը, տեղի է ունենալու մի վճռորոշ իրադարձություն՝ հափշտակությունը։ Փրկվածները վերցվելու են այս աշխարհից։ Սուրբ Հոգին հեռանալու է երկրից, և հակաքրիստոսն ամբողջությամբ հայտնվելու է։ Ամեն ինչ կատարվելու է կայծակնային արագությամբ։ Բոլոր փրկվածները, որտեղ էլ որ լինեն, մի ակնթարթում անհետանալու են։ Եվ հետո սկսվելու է քաոս ողջ աշխարհում։ Քաոս նրանց համար, ովքեր կարթնանան և կտեսնեն, որ իրենց հարազատները իրենց կողքին չեն։ Մարդկանց հուսահատություն, ովքեր գիտեին ճշմարտությունը, բայց մերժում էին, և Սուրբ Հոգու բացակայության պատճառով հակաքրիստոսն ամբողջությամբ կվերցնի տիրապետությունն իր ձեռքի տակ։ Եվ այս զանգվածային անհետացումը բացատրելու համար անթիվ վարկածներ կհորինվեն։ Սա կլինի առաջինը այն բազում խաբեություններից, որոնց մարդիկ կհավատան կեղծված ճշմարտությունների այս աշխարհում, որի սաղմերն արդեն տեսնում ենք այսօր։ Բայց ճշմարտությունը մեկն է, ինչպես որ Նոյին և նրա ընտանիքին նախազգուշացրեց մինչև ջրհեղեղի գալը, և ինչպես Ղովտին ու նրա ընտանիքին փրկեց Սոդոմից։ Նախքան այն կործանելը, Աստված նույնպես կվերցնի իր զավակներին այս աշխարհը կործանելուց առաջ։ Այսօր մենք ապրում ենք ցավերի և նեղությունների սկիզբը, ինչպես որ սովորեցրեց Տեր Հիսուսը։ Հետևելով այս աշխարհի իրադարձությունների զարգացմանը, կարելի է ասել, որ հափշտակությունը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։ Հիսուսը վերադառնալու է, տանելու նրանց, ովքեր այս աշխարհում որոշեցին իր հետևից քայլել։ Իսկ այս երկիրը կրակի մեջ է այրվելու։ Ինչ կանեիք դուք հիմա, եթե իմանայիք, որ հափշտակությունը լինելու է այս գիշեր։ Մտածեք դրա մասին։ Եթե տանտերն իմանար, որ գիշերը գողը գալու է, արթուն կմնար և թույլ չէր տա, որ իր տունը կողոպտեն։ Դրա համար դուք էլ պատրաստ եղեք, որովհետև Մարդու Որդին գալու է այնպիսի ժամի, երբ ոչ ոք չի սպասում։ Հաջորդ սերիայում բացվում է առաջին կնիքը, ինչ է պատահելու նրանց հետ, ովքեր կմնան երկրի վրա։